Իրականում ես կարծում եմ, որ մենք ապրիլյան պատերազմում հաղթել ենք, ուղղակի հաղթանակ հասկացությունը կենցաղային մակարդակում կապվում է 45 թվականի մայիսի 9-ի նացիստական Գերմանիայի նկատմամբ այդ տարած խոշոր հաղթանակի հետ, դա անվերապահ հաղթանակ է, բայց ես որպես ռազմապատմական տեսաբան կարող եմ ասել, որ հաղթանակները լինում են շատ տարբեր տեսակի, եւ հենց այն հաղթանակի տեսակը, որի կար մայիսի 9-ին 45 թվականի, հենց իսկը դա քիչ է հանդիպում։ Ավելի շատ հանդիպում են հաղթանակները, որոնք պետք է այլ լրացուցիչ վերլուծությամբ դու հասկանաս դա ով հաղթեց։ Եվ գլխավոր չափանիշը այդ դեպքում ես կարծում եմ հետեւյալն է. պետք է նայել թե ով ինչ խնդիր էր դրել պատերազմից առաջ եւ ով ինչ խնդրի հասավ պատերազմից հետո։ Չէ՞ որ դեռևս Կլաուզվիցն է ասում, որ դա պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով, զինված միջոցներով։ Հիմա ադրբեջանական խփված ուղղաթիռում գտնվեցին փաստաթղթեր 2016 թվականին, պատմաբանները ռազմական լավ կհիշեն, որտեղ հստակ հարձակման ուղղություններով կար Ստեփանակերտ, պետք է վերցնեին իրանք, պետք է հյուսիսից իջնեին, այսպես կոչված Լաչին, հարավից ճեղքեն, այն ինչ որ եղավ 20 թվականին ըստ էության։ Այսինքն իրենց պլանները ակնհայտ էին եւ մենք այդ իրենց պլանները խախտեցինք եւ մեր պլաններ դիմանալ եւ մենք դիմացանք։ Հիմա այս առումով ես կարծում եմ, որ մենք հաղթեցինք։ Բայց դե պարզ է, հակառակ կողմը կարող է ասել 800 հեկտար, այդ թիվը մտավ շրջանառության մեջ, թեև հետագա տարիներին ես հաշվեցի 800 չէր, 600 էր, 400 հյուսիսում, 200 ներքևում,